Իհարկե զենք զինամթերք եղել է։ Ես իհարկե համաձայն չեմ այդ ասած թվերին, որ մնացին պահեստներում եւ այլն։ Բայց այդ զենք զինամթերք օգտագործող էր պետք։ Այդ զենք զինամթերքը օգտագործողին պատրաստել, ներդաշնակել եւ համապատասխան խնդիրների կիրառել էր պետք։ Կար այդ ռեսուրսը Արցախում։ Թե պետք է նորածին երեխաներին կամ ձեր կանանց ու պապիկներին այդ զենք զինամթերքը տային, ասեն գնացեք կռվեք։ Քանի տոկոսներ արցախցիների, որ համապատասխան պատրաստություն եւ հնարավորություն ուներ այդ զենք զինամթերքը օգտագործելու։ Եվ քանի տոկոսը գտնվելով այսօրվա այս իշխանությունների ազդեցության տակ հրաժարվեցին դա անելուց։ Եղել են այդպիսի դեպքեր, բայց իհարկե եղել են, շատ ավելի վատ բաներ են եղել, որ քաոս առաջացնելու, խոճապային տրամադրություններ ստեղծելու մեջ հատկապես շունչը այդ մարդկանց այնտեղի ներկայացուցիչների միջոցով արտահայտվում էր պարզ։ Հենց որ մեղա Արցախցին արել է անհնարը։ Իրականում արել է անհնարը։ Եթե մարդ մինչև վերջ իր հակառակորդին չի հանձնվել, գլուխը բարձր, կսկիծը սրտում լքել է իր հայրենիքը, իր տունը, իր տարիներով ստեղծածը թողել է, բայց չի հանձնվել, չի համաձայնել իրեն ստորացնող որևէ քայլի, դա պարտություն է, դա էլ յուրօրինակ հաղթանակ է։